Այսօր հեռանկարի հյուրն է քաղաքագետ Էդգար Առաքելյանը, բարև ձեզ, պարոն Առաքելյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սկսենք Միրզոյանև Ռուբիոյի հայտարարությունից, որով ըստ էության հաստատվեց TRIP-ի ծրագրի համար Հայաստան Միացյալ Նահանգներ կենսագործման շրջանակը։ Ավելի պարզ հասանելի լեզվով դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է շրջանակային փաստաթուղթ, հայտարարություն, որը ըստ էության շրջանակում է այն ուրեմն գծերը կամ պարագիծը, որի շրջանակներում պետքա իրականացվի մեզ բոլորիս համար հայտնի TRIP նախագիծը, որի մասին փաստաթուղթ ստորագրվել էր դեռևս 2025 թվականի օգոստոսի 8-ին, սա նշանակում է շատ կարևոր ռազմավարական ուրեմն առաջընթաց եւ Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերություններում եւ Հայաստանի մի քանի օրակարգի հարցերում եւ տարածաշրջանի առումով, քանի որ նախագիծը ըստ էության որքան էլ Հայաստան Միացյալ Նահանգներ ուրեմն հարաբերությունների շրջանակներում է, բայց այդ նախագիծը ունի միջազգային բավականին լուրջ նշանակություն եւ հանդիսանում է շատ կարեւոր տարանցման այդ շղթայի կարևոր, ինչպես նաև նշվել է, կարևոր օղակներից մեկը, առանց որի այդ նախագիծը տեղի չի ունենա։ Սա ըստ էության օգոստոսի 8-ին հաջորդած մի քանի ամիսների աշխատանքների ամփոփումն է, նաև առաջկա աշխատանքները, այսպես մեկնարկը կամ սկիզբը։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել Ռուբիոյի խոսքի մի քանի կարևոր դրվագների վրա, նախ որ մի քանի անգամ շեշտվում է Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության այդ հանգամանքը։ Սա մեկ եւ երկրորդը ասում է, որ սա պետք է մոդել հանդիսանա ամբողջ աշխարհի համար, իսկ կարծում եմ մոդելը չի կարող ձախողված լինել, չէ՞, եթե մոդելը սա կարծես տելերացիչ ինչ-որ երաշխիքների մասին է խոսում այս ծրագրի արդյունավետ ավարտի կամ արդյունավետ իրագործման։ Ակնհայտ է, որ այս նախագծի վրա բավականին երկար է աշխատվել եւ այն փաստաթուղթը, որ մենք այսօր ունենք հայտարարության տեսքով, դա երկար բանակցությունների արդյունք է եւ թերևս ամենակարևորը եւ պատահական չի, ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը մի քանի անգամ շեշտադրեց Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի իրավազորությունը այս ամբողջ նախագծի վրա, սա նաեւ ուղիղ պատասխան է այն ուրեմն կողմերին, դրանք կլինեն արտաքին թե ներքին, ովքեր մշտապես այս նախագիծը դիտարկում են միջանցքային տրամաբանության մեջ եւ ահա այս փաստաթղթով, շրջանակային փաստաթղթով հաստատվում է, որ այս նախագծի բոլոր մակարդակներում Հայաստանի Հանրապետությունը ունի իր իրավասությունը, այսինքն իրականացվում է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում եւ բոլոր խոսակցությունները մեծ առումով փակված են եւ փաստաթղթի մեջ էլ եթե դուք ընթերցեք, իսկ ես համոզված եմ, որ ընթերցել եք, կտեսնեք, որ գրեթե ամեն պարբերությունից հետո այդ շեշտադրումները կան, որ նախագիծը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իրավազորության, ինքնիշխանության շրջանակներում, ընդ որում այդ նախագծի ամբողջ երկայնքով կլինեն տարբեր տեսակի կոմունիկացիաներ եւ դրա ամբողջ երկայնքով Հայաստանի Հանրապետության իրավազորությունը եւ ինքնիշխանությունը գործում է։ Կարծում եմ նաև լրացիչ մեկնաբանության կարիք ունի այն հանգամանքը, որ ամերիկյան վերահսկիչ փաթեթ է լինելու։ Տեսեք, մի կողմից ասում ենք տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն եւ այլն, մյուս կողմից ամերիկյան վերահսկիչ փաթեթ։ Թեև ինչ որ տեսանկյունից սա կարծում եմ նաև ծրագրի լրացուցիչ երաշխիք է կամ ավելի ճիշտ հուսալիության լրացուցիչ երաշխիք է ամերիկյան գործունեությունը։ Երաշխիքների ու հուսալիության հետ կապված մենք տեսել ենք, որ տարբեր շրջանակներ նաև այս հանգամանքն են շահարկում, որն է երաշխիքը, ով է երաշխիք տալիս, այս նախագիծը կիրականացվի թե չէ, այն որ Միացյալ Նահանգները իր ամենաբարձր պաշտոնյաների դեմս իր ամենաբարձր պաշտոնյաների իր ստորագրությունը դրել է այս նախագծի տակ, դա արդեն իսկ երաշխիք է եւ հաջորդը այս նախագիծը ոչ միայն Հայաստանին է վերաբերում, այս նախագիծը նաեւ Միացյալ Նահանգներին, այսինքն սա
նախ եւ առաջ նաեւ բացի քաղաքական, աշխարհաքաղաքական իր անվտանգային ազդեցություններից, սա նաեւ ու նախ եւ առաջ նաեւ բիզնես նախագիծ է, որում շահագրգռված է ուրեմն Միացյալ Նահանգները եւ այս տեսանկյունից բնականաբար նախագիծը նաեւ բացառիկ են առումով, որ այս նախագծով շահագրգռված են ոչ միայն այս երկու կողմերը Միացյալ Նահանգները եւ Հայաստանի Հանրապետությունը, այլ նաեւ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները եւ սա է այն ամենամեծ ուրեմն երաշխիքը, որ նախագիծը իրականություն կդառնա։ Խոսենք նաև Սալավիովի Ներողություն եմ խնդրում անդրադառնանք Սալավիովին, երբ որ խոսվում է, որ Միացյալ Նահանգները 76% շահբաժին ունի Հայաստանը, ներողություն 74, Հայաստանը 26, ապա այստեղ էլ գործում է բիզնես կանոնը, Միացյալ Նահանգները հանդիսանում է համար առաջին ներդրողը այս նախագծում եւ սա ոչ թե 1 կամ 2 կամ 10 միլիոն դոլարի մասին է խոսքը, այստեղ միլիարդավոր դոլարների ներդրման մասին է խոսքը, այսինքն Հայաստանը իր շահբաժինը ստանալու է այդ զուտ շահույթից եւ բերեք նաեւ հասկանանք, որ որպես բիզնես մոդել, այս բիզնես մոդելը հարկվելու է, չէ, Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն երբ որ մենք այդ հարկերն ենք հանում որպես Հայաստանի Հանրապետության շահույթ, այսպես ձևակերպած, ապա այսպես տարբերությունը այդքան էլ մեծ չի լինի։ Սալավիովի հայտարարությունից խոսենք, թե հասկանալի է, որ Ուկրաինա եւ Հայաստանում պարագայում որևէ ընդհանրություն չկա, բայց ամեն դեպքում բուրըն շատ մեկնաբանվեց այս ամենը։ Պետք է շատ լուրջ վերաբերվել այս հայտարարությանը, հաշվի առնելով, որ Սալավիովը ինքը ռուսական էլիտայում բավականին լուրջ դեմք է, այսպես ասենք, շարքային քարոզիչ չէ։ Տեսեք, այո, իսկապես պետք է շատ լուրջ վերաբերվենք եւ ես նախորդ մեր հարցազրույցի ընթացքում եմ նշել, որ 2026 թվականը մեր համար շատ կարևոր ժամանակահատված է եւ շատ կարևոր նախագծեր պետքա ուրեմն կյանքի կոչվեն կամ դրանց մեկնարկը տրվեն, որը որակապես նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի Հանրապետությունը, նրա ինքնիշխանությունը, պետականությունը։ Ահա պատահական չի, որ օրինակ Սալավիովը սկսել է այդպես հայտարարություններ անել Թրամփի այս հայտարարության նախաշեմին, ակնհայտ փաստ է, որ որքան Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերում ինքնիշխանություն, որքան Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերում լուրջ գործընկերներ, որքան Հայաստանի Հանրապետությունը ուրեմն տնտեսական զարգացման հենքեր է եւ մեծ առումով հերանեկարի համար հենքեր է ստեղծում, այդքան կոնկրետ շրջանակների համար դա սպառնալիք է եւ մեծ առումով Սալավիովը ձևակերպեց փաստացի, որ այսինքն Հայաստանի հետ կապված սպառնալիքներ կան իրենց ազգային անվտանգությանը, ինչպես Ուկրաինայի եւ նաեւ այդ ամենը տարածեց նաեւ կենտրոնական Ասիայի երկրների վրա։ Սա խոսում է մի բանի մասին, սա խոսում է այդ պետության քաղաքական էլիտայի տրամադրությունների մասին կամ մտադրությունների մասին, միգուցե շատերը ի պաշտոնե չեն կարող դրա մասին բարձրաձայնեն, դրանք երբեմն ուրեմն բարձրաձայնվում են Սոլովիովների եւ այլ տիպի ռոպերների ուրեմն բերանով, որպեսզի ինչ որ բան հասկացնեն Հայաստանին, հայ ժողովրդին, ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը, հասարակությունը եւ նաեւ իշխանությունները լավ հասկանում են, թե իրականում ինչա տեղի ունեն։ Ամեն դեպքում մեկնաբանությունները տարբեր են եւ կարծիք կա, որ այս հայտարարությունը Սոլովիովի ավելի շատ ձեռնտու է Փաշինյանի իշխանության համար, որովհետեւ այս հայտարարությունը ստիպված են քննադատել կամ դատապարտել նաև ընդդիմության որոշ ներկայացուցիչներ եւ սա արդեն շահեկան է իշխանությունների։ Տեսեք, այդ ձեր կողմից նշած ընդդիմության որոշ ներկայացուցիչներ տպավորություն է ստեղծում, որ իրենց պետությունը կամ հայրենիքը մի այլ տեղում է եւ Սոլովիովը խոսել է մեկ այլ երրորդ պետության կամ հայրենիքի մասին ու ամեն կերպ նրանք փորձում են արդարացնել Սոլովիովին, ինչ որ պատրվակներ գտնել, որ սա ինչ որ Սոլովիովը ինչ ասել է Հայաստանի իշխանություններին էր ձեռնտու եւ այլն եւ այլն։ Ես նույնիսկ տեսնում եմ ռուսական լրատվամիջոցներ կամ ուրեմն ռուս լրագրողներ, բլոգերներ, որոնք բացահայտ դատապարտել են Սոլովիովի նման հայտարարությունները ընդդեմ Հայաստանի եւ կենտրոնական Ասիայի երկրների, նրանք ակնհայտ իրերը կոչել են իրենց անուններով, մինչդեռ մենք տեսնում ենք Հայաստանում մարդիկ, որոնք փորձում են ուրեմն արդարացնել կամ պատրվակներ գտնել, որպեսզի արդարացնեն Սոլովիովին եւ սա եթե անկեղծ իմ համար սա ուրեմն այդքան է զարմանալու չի, քանի որ այս վերջին 4-5 տարիներին մենք տեսել ենք իրադարձություններ, տեսել ենք մարդկանց վարքագիծ կապված Հայաստանի հետ, որ Սոլովիովին արդարացնել
տարածում է ուրեմն շատ իրենց վարքագծի թերևս ոչ ամենատարօրինակ դրսևորումն է։ Կոյդան երեք հայտարարեց, որ առաջկա ընտրություններին 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու է դաշինքային ձևաչափով, այսինքն այնպես ինչպես 2021-ին եւ որ այս ընտրությունները լինելու են ոչ թե ընթացիկ, ոչ թե սովորական, այլ լինելու են ազգի համար կարևոր, չգիտեմ, ազգի փրկության եւ այլն այդպիսի ընտրություններ։ Եթե մենք դիտարկում ենք հայ հեղափոխական Դե բոլորը այդպես են ասում, իշխանություններն ասում են կամ պատերազմի փրկության տարբերությունը հետեւյալն է, որ իշխանությունը կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջարկում է հստակ ուրեմն տեսլական մոդել, հստակ օրակարգ եւ այդ օրակարգի երբ որ խոսում ենք թրիփի մասին, այդ թրիփը հենց իշխող քաղաքական ուժի կարևորագույն օրակարգերից մեկն է կամ առանցքը այդ օրակարգի, դրան հակառակ մենք չենք տեսնում որևէ այլ օրակարգ, մենք տեսնում ենք ընդհանրապես ուրեմն այս ամբողջ տարիների ընթացքում մշտապես կրկնված ինչ որ հայտարարություններ, որ այս իշխանություններին փոխենք, հետո կորոշենք թե ինչ ենք անելու կամ չգիտեմ այդ իրանց արդեն չընդունվող լոզունգներով, նույնիսկ իրենց շրջապատում Նիկոլ Հերացի եւ այլն, այսինքն սրանով այլևս մեր հասարակության ուշադրությունը չես գրավի եւ հետեւաբար իմ համար թերևս ամենակարևորը քաղաքական ուժերի մոտ օրակարգի արկայությունն կամ բացակայությունը եւ այդ առումով այդ համատեքստում եթե մենք նայում ենք ուրեմն հայ հեղափոխական դաշնակցությանը, նրանք ուզում են առանձին մասնակցեն, նրանք ուզում են կոալիցիայով մասնակցեն, կոալիցիաներով մասնակցեն, անհատապես մասնակցեն, որևէ բան չի փոխելու, քանի որ իրենք չունեն օրակարգ եւ իրենց մոտ բացակայում է հստակ օրակարգը, թե օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչի պետքա ձայնը տա իրենց եւ ոչ թե օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, առավել եւս ես ենթադրում եմ եւ համոզմունք ունեմ, որ իրենք այդ կոալիցիա ասելով նկատի ունեն նախ եւ առաջ Ռոբերտ Քոչարյանին կամ նրա հետ ասոցացվող որևէ էլի քաղաքական ուժի եւ իրենց ըստ էության լիդերը լինելու է էլի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը իրենց համար մեծ առումով այսպես լավ հեռանկարներ չի ապահովելու։ Դաշնակցությունը ուզում է դաշինքով մասնակցել, բայց ընդհանուր այսպես ընդդիմադիր ճակատով մասնակցելու մասին խոսք չկա։ Դաշնակցության ներկայացուցիչը երեք ասուլիսի ժամանակ նշում էր, որ պետք է ձևավորվեն 2-3 այսպես ուժեղ ընդդիմադիր ուժեր եւ որոնք մասնակցեն առանձին, կարծես դա այն տպավորությունն է, որ փորձ է արվում կրկնել Գյումրիի սցենարը, որը ընդդիմության պարագայում փաստորեն հաջողված էր։ Գյումրիում մեր գյումրեցիներին, մեր գյումրու քաղաքացիներին իրենք խաբել են, եթե կհիշեք Գյումրիում նրանք հայտարարում էին, այդ թևերը հայտարարում էին, որ իրենք ոչ մի կերպ ուրեմն չեն միանա կամ այնպես չեն անի, որպեսզի կրկին Վարդան Ղուկասյանը գա Գյումրիում իշխանության եւ ընտրություններից հետո արեցին ճիշտ հակառակը եւ ես կարծում եմ, որ Գյումրին ինչ որ առումով, այսպես ասենք, նաեւ լավ փորձ էր մեր հասարակության համար, որպեսզի այս մարդկանց խոստումներին էլի չհավատալ եւ համապետական ընտրություններին այլևս հստակ ընտրություն կատարեն եւ Գյումրի օրինակը չկրկնեն, իսկ Գյումրիից հետո մենք գիտենք, որ եղավ նաեւ վաղարշապատի ընտրությունները եւ այդտեղ այդ քաղաքական ուժերը, այսպես ասենք, մեծ պարտություն կրեցին։ Այնպես որ չեմ կարծում, որ իրենք պետքա ողջավորվեն Գյումրիի օրինակով, քանի որ էլի կրկնեմ Գյումրիում իրենք խաբել են քաղաքացիներին եւ ընտրողներին։ Բայց ձեր եթե անձնական այսպես սուբյեկտիվ կարծիքը միասնական ընդդիմությունը բոլորը միասին, միասնական ճակատով ավելի հզոր կլինի, ավելի ուժեղ կլինի։ Գիտեք, եթե հաշվի ենք առնում, թե ովքեր են ներգրաված այդ միասնական ընդդիմության մեջ, ասենք, եթե Սերժ Սարգսյանը եւ Հանրապետական են մասնակցելու, եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Դաշնակցությունն են մասնակցելու, եթե Սամվել Կարապետյանը եւ իրենց ձևով այդ շարժումն է մասնակցելու, եթե Սերժ Սարգսյանի մոտ ժամանակին փոխնախարար եւ մարդու իրավունքների պաշտպան աշխատած անձն է, այսինքն այդ քաղաքական էլիտան է ժամանակին, ով տիրապետում էր Հայաստանի քաղաքական իշխանությանը, մեծ առումով իրենք առանձին մասնակցեն թե միասնաբար, տարբերություն չկա, այսինքն երբ որ 0-ին գումարում ենք 0, արդյունքը էլի ստանում ենք 0,
ես արդյունքի տեսանկյունից նկատի ունեմ, ոչ թե ինչ որ անձնապես նկատի ունեմ, այսինքն այդ ուժերի պոտենցիալը գրեթե հավասար է 0-ի եւ առանձին թե միասին իրենք մեծ արդյունքներ չեն գրանցել։ Բայց ինչ են ասում այդ ուժերը, որ այս իշխանությունները, որոնք հիմա ավելի շատ խոսում են խաղաղության մասին, ամենակիչը իրավունք ունեն այդ մասին խոսելու, որովհետեւ ես պարզապես փաստերը ժամանակագրական պետք է ֆիքսեմ, նաև մեջ բերեմ ընդդիմության առաջնորդների կամ ներկայացուցիչների խոսքերը։ 2020 թվականի պատերազմ, որը տեղի ունեցավ այս իշխանությունների օրոք, դրանց հետո տեղի ունեցան ընտրություններ, նախընտրական շրջանում եղան Սյունիքի, Սևլիճի դեպքերը եւ այլն եւ այլն։ Հետո 22 թվականի ջերմուկ, հետո 23 Արցախի շրջափակում, հետո Արցախի հանձնում եւ այլն եւ այլն եւ այլն։ Մի խոսքով մի շարք իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել այս իշխանության օրոք, բայց որոնք ոչ մեկը չեն խոսում խաղաղության մասին։ Տեսեք, նախ 2020 թվականից հետո գործող իշխանության ղեկավարը հրաժարական է տվել եւ նորից խնդրել է ժողովրդի մանդատը եւ ժողովուրդը այդ մանդատը տվել է, ընդ որում ճշող առավելությամբ այդ նույն մարդկանց, եւ սա նշանակում է մի բան, որ մեր ժողովուրդը լավ հասկացել է, թե ինչ է տեղի ունեցել մինչեւ 2020 թվականը եւ դրանից հետո, իսկ այն ինչ որ տեղի ունեցել մինչեւ օրինակ 2018 թվականի հեղափոխությունը բոլորիս հայտնի է, թե ինչպիսի պետություն ենք ունեցել, ինչպիսի տնտեսություն ենք ունեցել, ինչպիսի ռազմարդյունաբերություն ենք ունեցել, ինչպիսի զինված ուժերի սպառազինություն ենք ունեցել, ինչպիսի փոխհարաբերություններ են եղել այդ զինված ուժերի ներսում։ Ես ինքս ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ծառայել եմ տարբեր զորամասերում, սկսած ուրեմն ուսումնական զորամասից մինչև առաջնային դիրք, ես ինքս ծառայել եմ նաև առաջնագծում եւ ամբողջ մեր բանակի կառուցվածքը ինձ պարզ է եղել, ես ծառայել եմ ուրեմն ուսումնական զորամասում, այդ զորամասում որևէ ուսումնական process տեղի չի ունեցել, բացառությամբ ուրեմն տարածքի մաքրումից եւ չգիտեմ այլ ուրեմն բանակի կամ զինված ուժերի հետ կապ, այսինքն այս ամենը տնտեսական զարգացումները, կոռուպցիան, չգիտեմ հովանավորչությունը եւ այլն, այս ամենն են բերել դրան, այսինքն գործող իշխանությունը ոչ թե եկել է ու ձևավորել է այդ ամենը, այլ գործող իշխանությունը ջառանգությունը ստացել է եւ փորձել է ինչ որ կերպ շտկել այդ ջառանգությունը եւ ստացել է 21-ից 26 թվականներին տեղի ունեցածը, ես նոր թվարկեցի, այլ չթվարկեմ Սևլիչ եւ այլն, հետո Ջերմուկ, Արցախ։ Ես այսպես ասեմ, ակնհայտ է, որ այդ ժամանակահատվածում նախ այսպես մի հատ բան ֆիքսեմ, իմ խորին համոզման որպես նաեւ քաղաքագետ 2020 թվականի պատերազմը ոչ միայն կամ նախ եւ առաջ Հայաստանի մասին էր, ոչ թե Արցախի մասին էր, քանի որ ակնհայտ էր եւ դրանից հենց 21 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ կային կոնկրետ ուժեր, արտաքին ուժեր, որոնք ցանկանում են Հայաստանից փոկել այն, ինչ որ իրենք անվանում են միջանցք եւ այլն, ունենալով իրենց ազգային պետական շահերը, ռազմավարական շահերը։ Ես չմանրամասնեմ, թե ինչի համար էին դրանք դա ուզում, ակնհայտ էր, որ Հայաստանից ցանկանում են միջանց փոկել եւ այդ ընթացքում նաեւ որոշակի փորձել են գործնական քայլեր անել, որը չի ստացվել եւ փառք Աստծո մենք այն կետում ենք, որը մեզ այսօր հնարավորություն է տալիս խոսելու Հայաստանի հետագա զարգացման նոր հնարավորությունների մասին։ Շնորհակալություն, մեր ժամանակը ավարտվում է, վերջին հարցը ձեզ ուղղեմ, փորձեք կարճ, դուք ասում եք, որ համենայն հայոց կաթողիկոսը կամ ձեր ձևակերպամբ Կտրիչ Ներսյանը երկիրը տանում է վերջնական ստրկացման կամ գուբերնիզացիայի, հա, եւ պետությունը այստեղ պետք է ինչ-որ լուրջ գործի։ Հիմա ինչ անեն էլ ավելի լուրջ։ Փորձում են բարենորոգել եկեղեցին, կարծես թե չի ստացվում, դեռ վերնախավը, հա, մեծ մասը կաթողիկոսի կողմն ինչ պետք է անել։ Տեսեք, այն որ Կտրիչ Ներսիսյանը իր մոտեցումներով եւ քաղաքականությամբ Հայաստանի ինքնիշխանության կողմնակիցը չէ կամ իր շրջապատի գործողությունները դեմ են Հայաստանի ինքնիշխանությանը, դա ակնհայտ է, քանի որ տեսեք, դուք նշում եք, որ 2020 թվականին տեղի ունեցավ պատերազմ, բայց 2020 թվականին նախորդել են առնվազն շուրջ 20 տարիներ, որի ընթացքում Կտրիչ Ներսիսյանը եղել է կաթողիկոս, եւ այդ 20 տարիներին եղել են շատ անարդարություններ, պետության կեղեքում, պետության թալանում, կոռուպցիա, անարդարություն, որոնց կաթողիկոսը չի արձագանքել,
իր հեղինակությամբ կաթողիկոսը նաև պետքա այդ խնդիրներին, եթե իսկապես ինքը մտահոգված է պետության հարցերով, հա, ինչպես հիմա իրանք ասում են, այդ 20 տարիների ընթացքում ինքը այդ մասին պետքա խոսեր։ Իսկ հիմա մենք տեսնում ենք մեկ այլ իրավիճակ, գիտեք, ԱԾ-ի հրապարակած փաստաթղթերը եւ մնացած գործընթացները ասում են, որ այլևս պետությունը այո պետքա լուրջ ներգրավվածություն ունենա, քանի որ այս գործընթացները այլևս նեղ եկեղեցական գործընթացներ չեն կամ մի քանի հոգևորականին վերաբերող գործընթացներ չեն, սա այլևս պետության ազգային անվտանգության խնդիրներ են։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, այսքանը հարգելի հեռուստատոներ, մեր հյուրն էր քաղաքագետ Էդգար Առաքելյանը։